Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են։ Կիևում ռուսական բալիստիկ հրթիռային հարվածների և երկրի տարբեր շրջանների ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, այդ թվում Չեռնիգովում 9-ամյա երեխա, 25 մարդ վիրավորվել է։ Ռուսական կողմը հայտնել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով Գորլիվկայում զոհվել է 4, իսկ Դոնի Ռոստովում 2 մարդ։ Չնայած Կիևը պատրաստ է հրադադար հաստատել, սակայն ինչպես նշել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը, նա պատրաստվում է մոբիլիզացիայի։ Ավելի վաղ Վյորտսկան եւ Վաժնիեի істորիին հղումանելով Ռուսաստանի նախագահի վարչակազմի հետ աշխատող աղբյուրներին գրել էին, որ Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են 2026-ի հոկտեմբերին հայտարարել Ուկրաինայի դեմ պատերազմի համար նոր մոբիլիզացիա եւ այդ հարցը քննարկվում է բոլոր մակարդակներում։ Սակայն Պուտինը դեռևս վերջնական որոշում չի ընդունել։ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ իր երկրում առկա են մի շարք հրատապ խնդիրներ, որոնցից ամենամեծը հենց մոբիլիզացիան է։ Կան հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Ամենամեծ մարտահրավերը մոբիլիզացիան է, հաջորդը ՀՕՊ-ն է։ Մենք բավարար քանակությամբ հակաբալիստիկ պաշտպանության համակարգեր չունենք։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով գիշերվա ընթացքում Ռուսաստանը կիրառել է 7 բալիստիկ հրթիռ եւ 136 անօդաչու թռչող սարք։ Հիմնական թիրախներից մեկը եղել է մայրաքաղաք Կիևը։ Սա ռուսական դիտավորյալ ահաբեկչություն է, որը ռազմական որևէ արդարացում չունի։ Ուկրաինական զինված ուժերը եւս շարունակել են հարվածները Ռուսաստանի խորքային շրջաններին։ Ըստ ուկրաինական եւ ռուսական աղբյուրների անօդաչուները թիրախավորել են Ռոստովի ուղղությամբ երկաթուղային եւ նավահանգստային ենթակառուցվածքները։ Ուկրաինական կողմը նաեւ հայտնել է Ղրիմում գործող Չորնոմորնեֆտեգազ ընկերության օբյեկտներից մեկի Գերան եւ Գերբերա տեսակի անօդաչուների կառավարման կայանի, նաեւ Տյումենի, Յարոսլավի նավթավերամշակման գործարանների, Ուդմուրտիայի նավթաբազայի խոցման ուղղությամբ։ Ռուսական կողմն էլ հայտարարել է, որ բարձր ճշգրտությամբ զենքով խմբային հարված է հասցրել Կիևում Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Ռազմական գործողությունների էլ ավելի սրման ֆոնին ուշադրության կենտրոնում է հայտնվել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը։ Օմսկում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Տոկաևը կոչ է արել հնարավորինս արագ դադարեցնել պատերազմն ու առաջարկել վերադառնալ իր ձևակերպմամբ Ստամբուլյան բանաձևին, որպես բանակցությունների հիմք։ Իհարկե, ցավալի է, որ երիտասարդներ են զոհվում, իսկ նրանք եղբայրական ժողովուրդների գենոֆոնդն են։ Այս ամենը պետք է դադարեցնել։ Այս հակամարտության բնույթը շատերի, այդ թվում մեզ համար, հասկանալի չէ։ Սակայն Կրեմլում նման առաջարկը գործնական չեն համարում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. այս պայմաններում հակամարտության սառեցումն անհնար է։ Ռուսաստանը շարունակելու է հասնել իր հայտարարած նպատակներին։ Ուկրաինայի կառավարության ներկայիս դիրքորոշման պայմաններում հակամարտության սառեցումը որպես այդպիսին անհնար է։ Մենք ունենք մեր առանցքային նախապայմանը, պետք է հասնենք մեր նպատակներին։ Միաժամանակ հաղորդվում է, որ շարունակվում են նաև միջազգային մակարդակով պատերազմի դադարեցման շուրջ քննարկումները։ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ներկայացուցիչները քննարկել են հնարավոր օդային հրադադարի տարբերակը, սակայն Կրեմլում հայտարարել են, որ նման տեղեկությունները դեռ վաղ է մեկնաբանել եւ ցանկացած նախաձեռնություն կգնահատվի միայն այն դեպքում, եթե համապատասխանի Ռուսաստանի շահերին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։